Կեղծ բարեգործը տարեց ու միայնակ կանանց նկատմամբ հոգատար վերաբերմունք է ցուցաբերում եւ խարդախությամբ տեր դառնում նրանց բնակարանին։ Ծանոթություն, ավելորդ վստահություն, որի համար տարեց քույրերը վճարեցին կյանքով։ Բարեգործության շղարշով պարուրված չարագործություն։ Այս ամենը մի քանի վայրկյանից։ Քրիստոնեական բարոյախոսության համաձայն երանելի են այն մարդիկ, ովքեր ջանում են կյանքում միայն բարին գործել, իրենց քայլերով չվնասել դիմացինին։ Աստվածաշնչյան պատվիրաններից մեկն էլ պատգամում է չսպանել։ Մեղավոր է նա, ով սպանում է։ Մեր պատմության հերոսը կամ ծանոթ չէր դրանց, կամ ծանոթ լինելով առաջնորդվում էր մեկ այլ սկզբունքով՝ նպատակը արդարացնում է միջոցները։ 2006 թվականի գարնանը Խոսրով Ավագյանը ծանոթանալով նյութական ծանր վիճակում գտնվող միայնակ ու տարեց քույրեր 1922 թվականին ծնված Վարսենիկ և 1925 թվականին ծնված Մարգո Գյուրջինյանների հետ նրանց Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանին տիրանալու համար հանդես է եկել որպես բարեգործ, նպատակային դիտավորությամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ և վերջիններիս մոտ վստահություն ձեռք բերելուց հետո 2006 թվականի ապրիլի 5-ին սեփականատեր համարվող Վարսենիկ Գյուրջինյանի բնակարանը խաբեությամբ կտակել իրեն։ 2007 թվականի հունվարի 2-ին հայտնաբերվում են տարեց քույրերի դիակները։ Դատաբժշկական փորձագետը դիակների նախնական փորձաքննությամբ եզրակացրել էր, թե Մարգո Գյուրջինյանը մահացել է սրտի պսակաձև անոթների արյան շրջանառության սուր խանգարումից, սրտամկանի անհավասարաչափ արյունալեցմամբ, որի պատճառ է հանդիսացել սրտահարությունը։ Վարսենիկ Գյուրջինյանի մահը նույնպես ըստ փորձագետների սկզբնական եզրակացության վրա է հասել օրգանիզմի վրա ցածր ջերմաստիճանի ընդհանուր ներգործության հետևանքով։ Նրանց մահը որևէ կերպ չէր կարող ասել կասկածներ շնչել, քանի որ նրանց մարմնի վրա որևէ մարմնական վնասվածքի հետքեր չեն եղել, որևէ արտաքին ներգործության հետքեր կրկին չեն եղել եւ կասկած չի եղել, որ նրանց նկատմամբ հնարավոր էր կիրառված լինել բռնություն կամ մահը լինել արտաքին ներգործության։ Արդյունքում, քանի որ նրանք եղել են մեծահասակ, տարեց կանայք, տառապել են սերունական եւ մի շարք այլ հիվանդություններով, եւ քանի որ նրանց դիակը հայտնաբերվել էր մոտ մեկ շաբաթ հետո 2007 թվականի հունվարի 2-ին, հնարավոր չէր եղել պարզելու նրանց մահվան պատճառը։ Հիմնականում պայմանավորված նրանով, որ հարազատների կողմից չէր նշվել որևէ կասկածելի փաստեր, որպեսզի շեշտադրում կատարվեր թունավորման վերաբերյալ դատաբժշկական փորձագետին։ Հետաքրքիրն այն է, որ մահացածների դիակներից վերցված արյան ու ներքին օրգանների դատաքիմիական ուսումնասիրությամբ թմրանյութերի խմբին պատկանող ալկալոիդներ, ինչպես նաև հաճախ հանդիպող դեղորայքային պրեպարատներ չեն հայտնաբերվել։ Կարծես ամեն ինչ ապացուցում էր, որ գործ ունենք դժբախտ պատահարի հետ։ Տարեց կանայք չեն կարողացել դիմակայել ցրտին։ Տեղի է ունենում հուղարկավորություն։ Նրանց դիակները հանձնվում են հողին։ Սակայն գործն այսքանով չի սահմանափակվում։ Ինչ որ բան այդուամենայնիվ կասկած է հարուցում։ Ինչ որ բան այն չէ։ Կասկած հարուցողը քույրերի ծանոթն է, ում անունով կտակվել էր նաև նրանց բնակարանը։ Խոսրով Հայրապետի Ավագյան, ծնված 1946 թվականի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքում, հաշվառված է Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի 43-րդ տանը, ամուրի է, չի աշխատում։ Նախկինում խոշոր չափերի խարդախություն եւ շահադիտական դրդումներով սպանություն կատարելու համար դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Դատվածությունը չմարված։ Խոսրով Ավագյանը ծանր հանցագործություններ կատարելու մեջ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, սակայն կալանավայրում անցկացրել ընդամենը 6 տարի ու կրկին հայտնվել ազատության մեջ։ Ինչու եւ ինչպես։ Հանգամանք, որ դառնում է դատախազության ուսումնասիրության առարկա եւ հիմք բացահայտելու չարաբաստիկ մեկ այլ իրականություն՝ տարեց քույրերի մահվան իրական պատճառն ու մեղավորին։
2001 թվականին կատարված հանցագործության վերաբերյալ կայացված դատավճռի առկայության արձանագրումով փաստվում է Ավագյանի քրեական կենսագրությունը։ Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2001 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճռով նա հանցավոր էր ճանաչվել Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի առաջին կետով եւ 89-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 12 տարի ժամանակով այն արարքների համար, որ 1995 եւ 1999 թվականներին նպատակային դիտավորությամբ հոգատար վերաբերմունք է ցուցաբերել միայնակ, տարեց ու նյութական ծանր վիճակում գտնվող կանանց նկատմամբ, ապա խարդախությամբ տիրացել վերջիններիս բնակարաններին, իսկ նրանցից Գոհար Կիրակոսյանին շահադիտական դրդումներից ելնելով բնակարանին տիրանալու նպատակով 1998 թվականի մայիսի 12-ին սպանել է։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկը միջնորդություն էր ուղարկել Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան 12 տարվա ազատազրկման դատապարտված Խոսրով Ավագյանին պատժի հետագա կրումից ազատելու համար։ Միջնորդության մեջ նշված էր հիվանդության պատճառով։ Տեղեկացնենք, որ դատապարտյալն այդ ժամանակ ընդամենը 6 տարի էր անցկացրել բանտում։